Ամենաարագ տաքացող աշխարհամասում շնչելու օդ չկա։ Եվրոպան կոտորվում է մահացու շոկից։ Իրական առողջապահական ճգնաժամի առաջ է հայտնվում հին աշխարհամասը։ Հիվանդանոցները լցված են շոկից վատացած մարդկանցով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է, որ Եվրոպայում վերջին մեկ շաբաթում ավելի քան 1300 մարդ է մահացել բարձր ջերմաստիճանի պատճառով։ Միայն 1000 մարդ Ֆրանսիայում է շնչահեղձ եղել շոկից։ Վերջին օրերին հաճախ է սնդիկի սյունը +40 ցույց տալիս, նույնիսկ գիշերային ժամերին։ Washington Post-ը գրում է, որ նախորդ 3 շաբթի Ֆրանսիայում ավելի շոկ է եղել, քան երկիր մոլորակի 99%-ում։ Ֆրանսիայում հիմա ավելի շոկ է, քան արաբական թերակղզու պետություններում։ Ֆրանսիայի շտապօգնության ծառայությունը 24 ժամում 109 մահ է արձանագրել։ Այն դեպքում, երբ նախորդ տարիներին այս սեզոնին այդ թիվը չէր գերազանցում 7-ը։ Ջերմային սթրեսը, որ անվանում են լուր մարդասպան, հավանաբար չի լքի Եվրոպան մինչև ամռան վերջ։ Մասնագետները նկատում են, որ եվրոպական շենքերը կառուցված չեն այսքան բարձր ջերմաստիճանի համար։ Եվրոպացիների համար խնդիր է, որ հաճախ իշխանությունները թույլ չեն տալիս պատմական շենքերում օդորակիչներ տեղադրել, քանի որ դրանք փչացնում են մշակութային ժառանգություն համարվող շենքերի արտաքին տեսքը։ Այստեղ չափազանց շոկ է, հատկապես դրսում։ Ինձ թվում է այրվում եմ ու շուրջս էլ ամեն ինչ այրվում է։ Իմ հայրենիքում Չինաստանում ամենուր օդորակիչներ կան։ Գոնե հիվանդանոցներում, ավտոբուսներում օդորակիչներ պետք է լինեն։ Գերմանիայում է ջերմաստիճանի պատմական ռեկորդներ գրանցվել։ Այդ երկրում գնացքները դանդաղում են, որովհետև անտանելի տաքանում են ռելսերը։ Կարծում եմ Գերմանիան պատրաստ չէր այս շոկին։ Կարծում եմ սրճարանները, ռեստորանները պետք է մի փոքր գներն իջեցնեն, գոնե մարդկանց համար հասանելի լինի ջուր գնելը։ Գոնե 50 ցենտով։ Ջուրն ամենակարևոր բանն է, ինչ հիմա մարդկանց պետք է։ Օդորակիչներ չկան, մարդկանց միակ հույսը ջուրն է։ Բոլորն իրենց վրա ջուր են լցնում, որ մի քիչ զովանան, բայց այնքան շոկ է, որ դա էլ երկար չի օգնում։ Եվրոպայում շրջիկ առևտրականներն օգտվում են եղանակից ու խթանում բիզնեսը։ Մի քանի անգամ ավելի բարձր գնով են վաճառում հովհարները։ Գաներ Մովսիսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։